Ավստրալական լողափին հրեաները վերապրել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի սառցափը, երբ Իսրայելում Համասի զինյալները կրակ էին բացել երաժշտական փառատոնի մասնակիցների վրա։ Դրանից հետո սկսվել էր Գազայում 2 տարի տևած արյունալի պատերազմը։ Սա նման է հոկտեմբերի 7-ին, ահաբեկիչները նույն ձևով եկան եւ սպանեցին։ Ավստրալիայի Բոնդի լողափում հրեական հունակատոնակատարության ժամանակ կրակ բացած տղամարդիկ հայր եւ որդի են։ 50-ամյա հայրը իրավապահների հետ փոխհրաձգության պատճառով մահացել է, 24-ամյա որդին ծանր վիրավոր է։ Նրանց մեքենայում իսլամական պետություն կազմակերպության 2 դրոշ են գտել։ 27 տարի առաջ Ավստրալիա եկած տղամարդը որսորդության լիցենզիա է ունեցել։ Որդին ծնվել է Ավստրալիայում եւ դեռ 6 տարի առաջ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում։ Հրեական Հանուկա տոնը հիմնականում երեխաների համար է, բայց այստեղ տարեցներ էլ կային։ Մարդը, որը եկել էր այստեղ, գիտեր ինչ է անում։ 15 զոհերից ամենափոքրը 10-ամյա աղջիկ է, ամենատարեցը 87 տարեկան է։ Մի քանի տասնյակ մարդ վիրավոր է։ Հիվանդանոցում է նաև 43-ամյա մրգավաճառ Ահմեդ Ալ-Ահմեդը, որը վնասազերծել է զինված տղամարդկանցից մեկին։ Սոցցանցերում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա անվաղ հետևից մոտենում զինյալին, բռնում պարանոցից եւ խլում զենքը։ Աղոթում ենք զոհերի հոգու խաղաղության եւ վիրավորների շուտապույտ ապաքինման համար։ Նորից ենք զգուշացնում Ավստրալիայի կառավարությանը գործողություններ ձեռնարկել հակահրեականության հզոր ալիքի դեմ, որը տանջում է ավստրալական հասարակությանը։ Իսրայելի վարչապետի խոսքով Բոնդի լողափի ողբերգությունը քաղաքական անգործության հետևանք է։ Նեթանյահուն հանդիմանել է Ավստրալիայի կառավարությանը, տեղեկացնելով, որ դեռ մի քանի ամիս առաջ է ավստրալական իշխանությանը զգուշացրել արագ տարածվող չարիքի մասին։ Ես գրել եմ, որ ձեր կոչը Պաղեստինյան պետության ստեղծման մասին յուղ է լցնում հակահրեականության կրակի վրա, այն խրախուսում է Համասի ահաբեկչությունը։ Ավստրալիայի վարչապետը չի արձագանքել Նեթանյահուի մեղադրանքներին, բայց դատապարտել է հարձակումը։ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ հենց այսօր կսկսի քննարկել զենքի լիցենզիայի վավերականության ժամկետը սահմանափակելու հնարավորությունը։ Զենքի մասին օրենքները խստացնելու պահանջով եվրոպական տարբեր քաղաքներում հրեական համայնքը դուրս է եկել փողոցներ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։